Տնային խնամքի 10 սխալներ, որոնք թույլ ենք տալիս ամեն օր, ինչն էլ պատճառ է հանդիսանում պիգմենտի, կնճիռի, ակնեի, յուղոտ ու չոր մաշկի համար։ Գեղեցիկ, մաքուր, խնամված մաշկը դա մեր ամենօրյա աշխատանքի արդյունքն է եւ ուղիղ համեմատական, թե ինչքանով ենք մենք մեզ գնահատում։ Մեկ անգամ կրեմ քսելով, մեկ անգամ կոսմետոլոգիա այցելելով ոչ մի հարց չես լուծի։ Սկզբի համար հարկավոր է մաշկը ճանաչել ու կարողանալ տնային խնամքը ճիշտ կիրառել։ Մի քանի խորհուրդներ ենք առանձնացրել, որոնք շատ հաճախ սովորույթի ուժով սկսում ենք սխալ անել։ Ողջույն, ձեզ հետ եմ ես, Աննա Հովանեսյանը։ Տեսահոլովակը մինչև վերջ լսեք ու փորձեք եղածներից առանձնացնել հենց ձեր սխալները։ Դրանք շտկեք հնարավորինս արագ։ Եթե դուք էլ գիտեք տարածված սխալներ, որոնք այս հոլովակում չեն ներառվել, կիսվեք մեզ հետ։ Ավելացրեք դրանք մեկնաբանություններում ու անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին։ Դրանք մեզ նոր տեսահոլովակներ պատրաստելու հնարավորություն կտան։ Առաջին սխալը դա աչքերի շուրջ սխալ խնամքն է, որն էլ պատճառ է հանդիսանում վաղ կնճիռների համար։ Քանի որ աչքերի շուրջ մաշկը շատ նուրբ է, հարկավոր է այն կոսմետիկայից մաքրել ոչ թե փրփուրներով, օճառներով, այլ կաթիկով կամ միցելյար ջրով։ Աչքերի շուրջ քնելուց առաջ չի կարելի ոչ մի տեսակ յուղ քսել, քանի որ մաշկը շատ նուրբ է, ուստի ցանկացած յուղ խոնավությունը ձգում է դեպի իրեն, այսպիսով ձեր աչքերի տակ այտուցներ կառաջանան։ Երկրորդ սխալ. չոր մաշկով մարդիկ չեն կարող մաշկը լվանալ գելերով, փրփուրով կամ օճառով։ Հարկավոր է միայն կաթիկով լվացվել, որպեսզի մաշկը չչորանա ու շուտ չծերանա։ Յուղոտ մաշկով մարդիկ ճիշտ հակառակը պիտի անեն։ Մաշկը կարող են լվանալ օճառով, փրփուրով, միցելյար ջրով, մի խոսքով ինչով հարմար է։ Երրորդ տարածված սխալը, թե դուք մաշկը մաքրելու համար օգտագործում եք տարբեր խոզանակներ, սպունգեր եւ վստահ չեք, որ կարողանում եք այն լիարժեք ախտահանել, ուրեմն հաստատ վստահ եղեք, որ դուք ձեր մաշկը միայն վնասում եք, որտեվ ինչպես էլ խոզանակը լվանակ չեք կարողանա այն ախտահանել։ Խոզանակի վրա բակտերիաներ կմնա, ու եթե ձեր մաշկը ինչ որ կերպ վնասված լինի, պզուկ կամ ակնե լինի, ինֆեկցիաներ կանցնի մաշկի տակ ու պատճառ կհանդիսանա նոր խնդիրների համար։ Այնպես որ եթե խոզանակը 100%-ով չեք կարողանում ախտահանել, պարզապես այն մի օգտագործեք։ Օգտվեք միայն մեկ անգամյա օգտագործման խոզանակներից, սպունգերից ու դիսկերից։ Չորրորդ սխալ. արևի տակ մաշկին յուղ մի քսեք, ինչքան էլ այն արևապաշտպան հատկություն ունենա, յուղը մնում է յուղ։ Դուք արևի տակ պարզապես կայրվեք։ Իսկ եթե պիգմենտի հակված մաշկ ունեք, անպայման արևապաշտպան պիտի օգտագործեք։ Արևապաշտպան կրեմ ընտրելու 3 սխալներ, որոնք կարող են մեր մաշկի համար անդառնալի վնասներ ունենալ։ Արևապաշտպան կրեմը չպետք է յուղերի խառնուրդ լինի։ Մաշկը կայրի, պիգմենտ, ակնե, մաշկային քաղցկեղ կարող է առաջանալ։ Արևապաշտպան կրեմը ամբողջությամբ չպետք է անցնի մաշկի տակ։ Այդ պարագայում մաշկը չի կարող պաշտպանել։ Մաշկի վրա առանց սպիտակ ֆոն թողնելու արևապաշտպան կրեմ չի լինում, այդպես չի կարող պաշտպանել, իսկ եթե կան էլ այնպիսիք, ապա դրանք ամբողջությամբ սինթետիկ նյութերից են, որոնք կրկին վնասում են մաշկը։ Իսկ կրեմի վրայի SPF-ները 15, 16, 60, 30, դրանց տարբերությունը ավելի ուժեղ պաշտպանության մեջ չէ, այլ ժամային տարբերության։ Օրինակ SPF 15-ը մեզ արևի տակ կպաշտպանի 150 րոպե, իսկ SPF 30-ը 300 րոպե։ Մաշկի 1 սանտիմետրի վրա 2 միլիգրամ քսուկ պետք է քսել, որպեսզի արևից վստահելի պաշտպանվել։ Այս ամեն խորհուրդները մեր կարծիքը չէ, այլ գիտնականների, իսկ իրենք միշտ ճիշտ են։ 5-րդ սխալ. ձմռանը չի կարելի խոնավեցնող ու սնուցող կրեմներ օգտագործել, հատկապես տանից դուրս գալուց առաջ։ Երբ ցրտի ժամանակ տանից դուրս գալուց կրեմ եք օգտագործում կամ խոնավեցնող միջոցներ, դրանք կարող են մաշկի տակ սառույցի վերածվել, դրանով իսկ առաջացնել մաշկային տասնյակ խնդիրներ, ինչպիսիք են կուպիրոզը, ցրտահարությունը, վերքերը, այնպես որ ձմռանը միայն ձմեռային կրեմ օգտագործեք։ Այն նման է արևապաշտպանին, ինչպես ամռանը արևապաշտպանն արևից է պաշտպանում, այնպես էլ ձմեռային կրեմը մաշկը պաշտպանում է ցրտահարվելուց, կարմրելուց, կուպիրոզի առաջացումից, ցրտից առաջացած սպիերից ու ճայքերից։ 6-րդ սխալ. երբեք չի կարելի քնել դիմահարդարումը մաշկին թողնելով։ Այդպիսով նպաստում եք, որ կնճիռներ էլ առաջանան, ծակոտիներ էլ առաջանան, սև կետիկներ էլ։
7-րդ սխալ։ Եթե խնդրահարույց մաշկ ունեք ու հատուկ ակնեի կամ յուղոտ մաշկի համար խնամք եք օգտագործում, անպայման մեկ միջոց էլ հարկավոր է, որ խոնավեցնող լինի։ Մաշկը այդպիսով ավելի շուտ կլավանա, կառողջանա, ձեր արած բուժումն էլ ավելի արագ արդյունք կտա։ 8-րդ սխալ։ Եթե շատ յուղոտ մազեր ունեք, աշխատեք մազերը հաճախակի ու խորը մաքրող շամպուններով չլվանալ, որովհետև ինչքան ակտիվ եք մաքրում մաշկի յուղոտությունը, այնքան մաշկը ավելի շատ է յուղոտվում։ Այդպիսով մաշկը ինքնապաշտպանվում է։ 9-րդ սխալ։ Եթե ակնեոտ մաշկ ունեք կամ ծակոտիներով ու յուղոտ, ուրեմն երբեք մաշկի խնամքի մեջ յուղեր մի ներառեք։ Դրան եղած խնդիրը էլ ավելի կխորացնեն։ 10-րդ սխալ։ Անկախ նրանից ինչ տիպի մաշկ ունեք ու ինչքանով եք ճիշտ ընտրել մաշկի խնամքի ձեր պարագաները, անմիջապես քնելուց առաջ աչքերի տակ ոչինչ մի քսեք։ Խնամեք ձեզ, խնայեք ձեզ ու եղեք խնամված։ Մինչ հանդիպում մեր հաջորդ հոլովակում։